Եթե նույն տեղում կանգնես, ոչինչ չի կարող փոխվել, այսինքն հիմա չեմպիոն եղա, բայց պետք է չէ մյուս տարի եւս արդյունք ցույց տամ։ Դրա համար պետք է նորից մարզվել, նորից ջանք թափել այդ ամեն ինչին հասնելու համար։ World champion Yannis Nazarian, Armenia. Բաքվում անցկացված ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Ջանես Նազարյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ 71 կիլոգրամ քաշային կարգում նա եզրափակչում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող ըմբիշին, պահպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մրցաշարի ընթացքում հունահռոմեական ոճի հայ ըմբիշը տարել էր վստահ հաղթանակներ։ Ամեն գոտեմարտից առաջ օգնում էին մարզիչներս, այսինքն որպես մարզիչ իրենք ուսումնասիրում էին իմ հակառակորդին եւ ինձ ասում ես ինչ կարող եմ անել հաղթելու համար, ինչից զգույշ լինեմ, ինչի վրա աշխատեմ։ Դրա համար իմ հանգստությունը ավելի շատ էր եւ գոտեմարտերը այդքան հավասարակշռված էին գնում։ Իսկ ինչը վերաբերվում է Ադրբեջանում լինելու մասին, ամեն մրցումին ոնց տրամադրվում եմ, մնացել նույն մրցումն էի տրամադրվել, այսինքն հատուկ տրամադրվածություն չկար ինչ-որ մի բանի վերաբերյալ, որովհետեւ այդ հատուկ վերաբերմունքը կարող լարվածություն բերի եւ այլն, որը սպորտսմեններ նաև տուժում են նրանից, որ չափից շատ են ուզում հաղթել։ Ես չի ուզում այդ չափից շատ լիների մոտ, ոչ է չափից քիչ լինի։ Դրա համար տրամադրվել եմ, ոնց յուրաքանչյուր մրցումի կտրամադրվի։ Ջանես Նազարյանն այս տարի հասցրել էր նաև Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Անցած տարի կրկին դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Եվրոպայի առաջնությունում նվաճել արծաթ։ Առաջին ոսկին նվաճել էր դեռ 2024-ին Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում։ Ես տարի այնքանով է հաճելի, որ թվում քիչ մեդալ կար, սպասումները շատ էին, իմ վերջի տարին էր 17 տարեկանների մեջ եւ այնպիսի արդյունք էր, որ ոչ մեկ դեռ չէր կրկնել Հայաստանի պատմության մեջ, ու իսկ թվում է չես կարա մեկը տարբերակես, ամեն մեկը իրանով յուրահատուկ ու էմոցիոնալ հաղթանակ է։ Ջանես Նազարյանն ըմբշամարտով զբաղվում է 4 տարեկանից։ Սկզբում իր գյուղի խմբակ էր հաճախում, իսկ 8 տարեկանից հաճախում է Էջմիածնի թիվ 1 մարզադպրոց։ Երբ մեր գյուղում միայն ըմբշամարտի խմբակ կար, ես էլ շատ էներգիայով լի երեխա էի եւ հայրիկս որոշեց տանել ըմբշամարտի, որպեսզի գոնե մի քիչ կարողանամ հանգստանալ, այսինքն ինձ հանգիստ բայել տանը, բայց գնացի անկախ ինձնից սկսեցի ավելի ներգրավել գործի մեջ, հետո քիչ-քիչ եւ մարզիչս նկատեց այն տաղանն ու աշխատասիրությունը, որ պետք էր, սկսեց ավելի լուրջ մոտենալ։ Քանի ժամ կա մանկապարտեզում, այդ ժամներ ես շուտ էի դուրս գալի մանկապարտեզից, որ հասցնեի գնայի պարապմունքներին, տենց ամեն օր դպրոցական կյանքը մի փոքր բաց եմ թողել, մանկապարտեզի կյանքն էլ է։ Այսինքն լիարժեք մանկությունս չեմ վայելել, կիսով չափ նույնպես դրել եմ սպորտի մեջ։ Այս տարվա աշխարհի առաջնությամբ Ջանես Նազարյանն ավարտեց ելույթները մինչև 17 տարեկանների տարիքային խմբում։ Նա կշարունակի մրցելույթները մինչև 20 տարեկանների խմբում։ Գլխավոր մոտիվացիան, անընդհատ առաջ շարժվելն է, այսինքն էլի ինչ-որ բանի հասնել է։ Միշտ երազել եմ օլիմպիական ոսկի ունենալ, ու մեդալի մասին չեմ մտածել, ոսկի եմ ունեցել միանգամից։ Դրա համար ամեն ինչ կանեմ, ասված առաջ շատ նպատակներ կան, կուզեմ օլիմպիական ոսկու հասնեմ, դեռ վաղ է խոսելը, բայց աշխատանքներ կդարվեն։